Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցել եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հետ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն Տիկին Բաթոն հրավերն ընդունելու համար։ Մի շարք սոցիալական թեմաներ այս օրերին քննարկվեցին ազգային ժողովում։ Ես կուզեի սկսեինք երեխայի ծննդյան միանվագ նպաստից, սոցիալական ծրագրեր եւ նաեւ նպաստների թեման, այսպես ասեմ։ Խոսենք միանվագ նպաստից 500,000 դրամ համահարթ մոտեցում է լինելու բոլոր երեխաների պարագայում եւ առաջին երեխան, երկրորդ, երրորդի պարագայում բոլորը ստանալու են համահարթեցված տարբերակով։ Արդյոք սա դրական է փոփոխությունը որպես այդպիսին եւ կոնկրետ ինչ խնդիրների լուծմանն է միտված սա։ Ճիշտ է, մենք օրերս ընդունեցինք պետական նպաստների մասին, ինչպես նաեւ պետական կենսաթոշակների մասին օրենքների փաթեթը, փոփոխությունները, որոնք միտված էին նոր սոցիալական երաշխիքների։ Իհարկե խոսեմ առաջին հերթին երեխաների նպաստի վերաբերյալ, այս իմաստով մենք 2022 թվականին մեկնարկած ծրագիրը, որը նպաստ էր տրամադրում երրորդ եւ հաջորդ երեխային 50,000 դրամ ամսական մինչեւ երեխայի 6 տարեկան դառնալը, այս ծրագիրը վերածել ենք պետական ծրագրի եւ այն արդեն սահմանվել է որպես պետական նպաստ։ Սա նշանակում է, որ մենք այն ծրագիրը, որը փորձնական կիրառում էինք եւ որի դրական արդյունքները արդեն ակնհայտ են մեզ համար, դարձնում ենք պետական քաղաքականություն, պետական նպաստ, ինչը շարունակական կլինի։ Շարունակական կլինի այն իմաստով, որ այն ամրագրված է օրենքով եւ ինչպես օրինակ ծերության նպաստն է, հաշմանդամության նպաստն է, այն եւս որպես պետական երաշխիք այսուհետ բոլոր երեխաներին, որոնք իրենց ընտանիքում կլինեն երրորդը եւ հաջորդը կստանան 50,000 դրամ ամսական մինչեւ իրենց 6 տարեկան դառնալը։ Այո, մենք համահարթեցում ենք նաեւ սահմանել ծննդյան միանվագ նպաստի դեպքում, որովհետև այժմ տարբերակված մինչ այս պահը տարբերակված մոտեցում էր գործում, բայց քանի որ եւ միջազգային փորձը եւ մեր փորձը ցույց է տալիս, որ ընտանիքները ավելի շատ աջակցության կարիք ունեն առաջին հատկապես երեխայի ծննդյան դեպքում, երբ ընդհանրապես ծննդյան հետ կապված ծախսերը իրարից շատ չեն տարբերվում, անկախ նրանից թե որ երրորդն է երեխան ընտանիքում, հետեւաբար մենք այս մոտեցումն ենք ցուցաբերում ավելացնելով հատկապես առաջին եւ երկրորդ երեխայի համար տրամադրվող նպաստը 300,000 դրամից սարքելով 500,000 դրամ, այստեղ էլ համահարթ է, որովհետեւ արդեն երրորդ երեխայից հետո, ինչպես նշեցի, կարևոր է, որ ընտանիքը ունենա պարբերական աջակցություն եւ ավելի կանխատեսելի կարողանա պլանավորել երեխայի խնամքը։ Բայց չէ՞ որ Տիկին Բաթոյան 1 միլիոն կամ 1.5 միլիոն դրամ ավելի բարձր վճարում ստանում էին այն երեխաները, ովքեր երրորդ, չորրորդ եւ հաջորդ թիվն էին լինում, նաեւ այն նպատակներ հետապնդում, որ մարդիկ չունենան 1-2 երեխա, այլ նաեւ որոշակի աջակցություն պետությունից ստանալով մտածեն երրորդի, չորրորդի եւ ավելի շատ երեխաներ ունենալու մասին։ Արդյոք հիմա եթե մենք այդ 1 միլիոնը 1.5-ը դարձնում ենք համահարթ բոլորին տալով 500,000, մենք կխթանենք, որ էլի ընտանիքներում ծնվեն երրորդ, չորրորդ եւ ավելի երեխաները։ Ինչպես արդեն ասացի, մեր փորձը ցույց է տալիս, որ այո, վերջին տարիներին հատկապես ավելացել է երրորդ եւ հաջորդ երեխաների ծնունդը։ Եվ այս իմաստով կարևոր է, որ աջակցությունը լինի ոչ թե միանվագ, այլ պարբերական, ինչպես նշեցի։ Այսինքն ծնողը երբ ստանում է այս պարագայում 50,000 դրամ ամսական, մենք այստեղ ընդհանուր առմամբ խոսում ենք 4.1 միլիոն դրամի մասին ամբողջ 6 տարվա ընթացքում։ Իսկ ստացվում փոխակերպման պես ինչ որ մի բան, միանվագի փոխարեն բաժանված տարիների ընթացքում անձը Էլ չեմ խոսում այն մասին, որ մենք իհարկե նաև ներդրել ենք հետվճարի համակարգը, երբ մենք ծնողներին խրախուսում ենք կանխիկ եղանակով իրականացնելու ծախսերը, այսինքն քարտային անկախիկ այո եղանակով իրականացնելու, հետվճարի միջոցով իրենք կարող են ստանալ նաև հավելյալ մինչև 10,000 դրամ, այսինքն այստեղ ստացվում է նույնիսկ եթե ամբողջ գումարը ծախսեն ամսական, ապա 60,000 դրամ, բայց այստեղ շատ կարևոր է նաև այն ծրագրերը, որոնք մենք իրականացնում ենք զուգահեռ։ Երեխաների ծնունդին նպաստում է ոչ միայն ֆինանսական աջակցությունը, որովհետև ձեր նշած պարագայում մենք ցավոք ունենում ենք նաև դեպքեր, երբ երեխա են ունենում գումարի համար եւ ոչ թե գումարն են ստանում երեխայի խնամելու համար։ Այս պարագայում մենք կարծում եմ, որ կունենանք նման դեպքերի, նման պրակտիկայի նվազում,
որովհետև կարևոր է, որ նորից եմ կրկնում, պարբերաբար ստանա ծնողը երեխայի Բայց համար։ այդ դեպքում էլ չի բացառվում, որ հենց նույն այն ծնողները, ովքեր իսկապես մտածում են երրորդ երեխան ունենան, որպեսզի այդ գումարը պետությունից ստանան, հիմա էլ նպաստ եք դարձրել, էլ նպաստի պարագայում էլ կարող են լինել ընտանիքներ, ովքեր կարող են մտածել այս ուղղությամբ, որպեսզի պարբերական ստանան այդ 50,000-ական դրամները 6 տարվա ընթացքում, իրենք կարող են պլանավորել երրորդ երեխան։ Նույն տրամաբանությամբ է ստացվում։ Միանշանակ, բայց այս դեպքում շատ ավելի հավանական է, որ տրամադրվող նպաստը կծախսի երեխայի կարիքների վրա, որովհետև որևէ մեկի համար կարծում եմ գաղտնիք չէ, որ շատ հաճախ նաև այդ մեծ գումարը, կոնկրետ 1 միլիոն կամ 1.5 միլիոն դրամը ոչ միշտ է, որ ծախսվում է նպատակային։ Այնինչ մենք դա անվանում ենք ծննդյան միանվագ գումար։ Հետևաբար, եթե ծննդյան հետ է կապված, աջակցությունը պետք է լինի ծննդյան հետ կապված եւ անկախ երեխայի կարգաթվից այդ գումարը պետք է նույնը լինի։ Այս տրամաբանությունն է եւ ինչպես արդեն նշեցի, երեխաների ծնունդը խթանելու համար մեր հիմնական քաղաքականությունները ուղղված են ոչ միայն նպաստներին, այլ նաեւ նույն խնամքի, ուրեմն հաստատությունների ստեղծմանը, մանկապարտեզներին, նախակրթարաններին, առողջապահական ծառայությունների բարելավմանը, աշխատատեղերի ստեղծմանը եւ այս բոլոր համալիր ծրագրերը միասին պիտի տան արդյունքը, որովհետեւ այո, միայն նպաստի միջոցով դժվար է աջակցել ընտանիքին, որպեսզի նա կարողանա երեխայի խնամքը ապահովել կամ որոշում կայացնել երեխաներ ունենալու համար։ Տիկին Բաթոյան, իսկ կա արդյոք այնպիսի հետազոտություն, որ շատ ընտանիքներում կամ քիչ ընտանիքներում առաջին երկրորդ երեխայի ծնունդը շատ ավելի բարդ որոշում է համարվում, քան երրորդ եւ հաջորդիվ երեխաների։ Այո, մեր ոչ միայն մեր ընդհանրապես աշխարհում այսպիսի խնդիր կա, բայց Հայաստանում եւս առաջին եւ երկրորդ երեխաները շատ ավելի քիչ են ծնվում, այսինքն ավելի մեծացել է թիվը երրորդ երեխայի պարագայում եւ օրինակ մինչեւ 2020 թվականը, եթե չեմ սխալվում, շուրջ 8000 երեխա էր ծնվել երրորդ երեխա եւ այս պահին 11000 է նրանց թիվը, այսինքն 4000-ով ավելացել է տարեկան այս իմաստով երեխաների երրորդ երեխայի ծնունդը, բայց որոշման հետ կապված մենք ունենք տարբեր խնդիրներ, այսինքն նախ բնականաբար մեծացել է տարիքը երեխաներ ունենալու, ծնողների որոշում կայացնելու, աշխատանքային հնարավորությունները եւ պայմանները, շատ կարեւոր է այստեղ հատկապես կանանց համար նախատեսվող ծրագրերը, օրենսդրական երաշխիքները, որպեսզի կարողանա համատեղել աշխատանքը խնամքի հետ։ Ինչպես արդեն նշեցի, մենք շատ լուրջ խնդիր ունենք նախակրթարանների եւ մանկապարտեզների։ Եվ սա է նաեւ պատճառը, որ մեր ամենակարևոր քաղաքական ծրագրերից է մանկապարտեզների եւ դպրոցների կառուցումը եւ հենց սա եւս պիտի նպաստի, որ ընտանիքները ավելի վստահ քայլերով կարողանան պլանավորել երեխաների ծնունդը, որովհետեւ այստեղ խոսքը միայն ֆինանսական աջակցության մասին չէ, այլ նրա հետագա կրթության, զարգացման եւ ընդհանրապես բոլոր ծառայությունների։ Այդ թվում նաեւ առողջապահական ծառայությունների, գիտեք, որ 18 թվականից սկսած մեր քաղաքականությունն է եղել ավելացնել ծավալը երեխաներին տրամադրվող առողջապահական ծառայությունների եւ 7 տարեկանից մենք դարձրել ենք 18 տարեկան։ Եվ բացի այդ մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում նաեւ վերարտադրողական առողջության ուղղված եւ այստեղ եւս բարեփոխումներ անընդհատ իրականացվում են, հետեւաբար համալիր պետք է մոտեցումը ցուցաբերել։ Փաստացի ստացվում է, որ առաջին եւ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը բարձրանում է։ Այո։ Սա զգալի փոփոխություն է ընտանիքների համար եւս, բայց սա ընդհանուր առմամբ մեծ բեռ է պետական բյուջեի վրա։ Հաշվի առնելով, որ նոր նպաստի տեսակ կա սահմանված հետագայի երկարաժամկետի համար եւ նաեւ մենք առաջարկել ենք, ընդունել ենք կամ քննարկում ենք, որ առաջին երկրորդ երեխաների պարագայում նպաստը բարձրանում է, որքան բեռ կավելանա պետության ուսերին։ Համենայն դեպս այդ բեռը տանելի է, որովհետեւ բնականաբար փոփոխության գնալուց առաջ սա քննարկվել եւ հաշվարկվել է։ Ես ուզում եմ հիշեցնել, որ բոլոր երեխաները մինչև 2 տարեկան ստանում են նաեւ ծնողները խնամքի նպաստ, մինչև 31600 Այո, եւ գյուղական համայնքներում բնակվող ծնողները, որոնք աշխատում են, իրենք ստանում են կրկնակի, որովհետեւ մենք նաեւ խնդիր ունենք հենց գյուղական համայնքներում ծնունդների խթանման եւ այդ իմաստով դեռևս 20 թվականին մեկնարկել ենք ծրագիր, որով
գյուղական համայնքներին առանձնակի ուշադրություն ենք տրամադրում եւ բացի այդ վերանայեցինք հետագայում եւ այսօր անկախ նրանից ծնողը աշխատող արձակուրդում է գտնվում թե ոչ, այսինքն մինչեւ ծնող դառնալը աշխատել է թե ոչ, ստանում է խնամքի նպաստ։ Այսինքն այս տեսակ փոփոխությունները եւս կարեւոր են։ Բնականաբար բյուջեն այս իմաստով դեռևս այսինքն մենք կարողանում ենք մեզ թույլ տալ եւ ավելին երբ մենք լսում ենք առաջարկներ թե ինչու է միայն երրորդ եւ հաջորդ երեխայի դեպքում ամսական գումարը տրամադրվում մինչեւ 6 տարեկան եւ մյուս բոլոր երեխաներին է անհրաժեշտ դա տրամադրել, ես ասեմ, որ մեր նպատակն ու ցանկությունն է այո երեխաներին տրամադրել պարբերական աջակցություն եւ հետագայում արդեն ֆինանսական հնարավորությունների, տնտեսական զարգացման արդյունքում, երբ մենք ունենանք այդ հնարավորությունը, առաջին իսկ, այսպես ասեմ, հնարավորության դեպքում մենք կվերանայենք դա եւ մեր նպատակն է այո երկարաժամկետ աջակցություն ուղղել հենց երեխաներին։ Իսկ կանանց մասով ինչ ասացիք, որոշակի փոփոխություններ կարող են տեղի ունենալ այն կանանց աշխատող կանանց պարագայում, ովքեր գտնվում են խնամքի արձակուրդում, աշխատանքի վերադառնալու խնդիր ունեն, որոշակի փոփոխություններ կարող են տեղի ունենալ։ Փոփոխություններ արդեն տեղի են ունեցել, այն իմաստով, որ նախ ասեցի, որ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող աջակցությունը արդեն անկախ այն հանգամանքից է տրամադրվում, կինը աշխատել է թե ոչ, որովհետև մենք հատկապես գյուղական համայնքներում ունենք ֆորմալ զբաղվածության խնդիր, այսինքն այնտեղ գրանցված աշխատողներ չեն լինում սովորաբար, հա, կանայք, սա այս փոփոխությունը եւս ուղղված էր Բայց սա այս փաթեթով է փոփոխություն։ Չէ, սա այս փաթեթով արդեն վերջին 2-3 տարվա ընթացքում ենք իրականացրել, այսինքն մեր ընդհանուր քաղաքականության տրամաբանության մեջ է եղել։ Բացի այդ մենք վերանայել ենք նաեւ աշխատանքային օրենսգիրքը, այնտեղ տարբեր երաշխիքներ կան կանանց եւ ծնողների համար։ Մենք մասնավորապես վերանայել ենք աշխատանքի ընթացքում ընդմիջումների ժամանականակը, տևողությունը, դրանք գործատուի հետ համաձայնեցնելու միջոցով գուցե աշխատանքային օրը կրճատելու, հեռավար աշխատանքի անցնելու հնարավորությունները եւ այլն, այսինքն աշխատանքային օրենսգրքով եւս մենք բավականին բարելավել ենք մեխանիզմները, որպեսզի աշխատող կանայք կարողանան հնարավորինս շատ ուշադրություն դարձնեն նաև ընտանիքին եւ երեխաներին։ Իհարկե մենք չենք կարող ասել, թե բոլոր խնդիրները լուծել ենք, եւ սա այն ոլորտն է, որը անընդհատ վերանայելու եւ բարելավելու կարիք ունի։ Գանք կենսաթոշակներին, մենք գիտենք, որ այս առումով կառավարությունը հստակ տեսլական ունի, որ բոլոր կենսաթոշակները պիտի վճարվեն անկանխիկ տարբերակով եւ նաեւ որպես խրախուսանք քաղաքացիների համար իրենք ունեն հետվճարի հնարավորություն։ Եվ արդեն 26 թվականից այդ հետվճարը այլ սոցիալական բաղադրիչով հանդերձ լինելու է շատ ավելի շատ։ Մենք գիտենք, որ մենք ունենք թոշակառուներ, ովքեր ստանում են դեռևս կանխիկ տարբերակով։ Իհարկե նշվեց, որ նրանց թիվը մեծ չէ, բայց կան։ Արդյոք պատրաստ են այդ մարդիկ կամ ընդհանուր առմամբ մենք պատրաստ ենք, որպեսզի իրենց եւս առաջիկայում վճարի մոտ 3 ամսվա ընթացքում վճարվեն անկանխիկ տարբերակով, խնդիրների առաջ չենք կանգնի։ Մենք իհարկե ունենք խնդիրներ այս պահին էլ եւ ազգային ժողովում պետական կենսաթոշակների մասին օրենքը քննարկելիս կրկին բարձրաձայնեցինք այս հարցը, բայց քանի որ վճարման կարգը որոշելու է կառավարությունը, կսահմանի կառավարությունը եւ մենք եւ կենտրոնական բանկի գործընկերների եւ բանկերի միության հետ եւ իհարկե կառավարության գործընկերների հետ բազմիցս քննարկել ենք եւ եկել ենք իհարկե այն եզրահանգման, որ մենք պիտի անենք ամեն բան, որպեսզի կարողանանք ապահովել թե հաշմանդամություն ունեցող անձանց, թե տարեցների, թե առողջական խնդիրներ ունեցող մեր քաղաքացիների հասանելիությունը բանկային, ուրեմն գործարքներին, ծառայություններին, ինչպես նաև այդ ծառայությունների մատչելիությունը, որովհետև տարբեր խնդիրներ այսօր այո կան, բայց դրանք համատեղ ուժերով պետք է լուծվեն, մեխանիզմներ արդեն քննարկվել են եւ որոշակի լուծումներ դեռևս չհաստատված, բայց մշակված կան եւ դրան մեծապես կարող են այսօր աջակցել նաև մեր սոցիալական աշխատողները, միասնական սոցիալական ծառայության աշխատակիցները, բանկերը որոշակի ծառայություններ կմատուցեն, այսինքն այս քննարկումները, լուծումները համատեղ քննարկվում են եւ մենք ամեն բան պետք է անենք, որ ապրիլի 1-ից արդեն որևէ քաղաքացի դժվարություն չունենա անկանխիկ եղանակով ստանալու կենսաթոշակը եւ նպաստը, որովհետեւ ինչպես նշեցիք, այդ միջոցով եւս իհարկե հետագայում
նաև գործարքներ անելու պարագայում նաև հետվճար կստանա մինչև 10,000 դրամի սահմաններում ավելացնելով նաև իր եկամուտները, այսպես ասած։ Ընդդիմադիրները անդադ ասում են, որ հնարավոր է կամ պիտի կառավարությունը թոշակներ բարձրացնի։ Կառավարությունն էլ պնդում է, որ եթե այս տարբերակով մենք առաջ շարժվենք, այսինքն անկանխիկ գործարքներն ավելացնենք նույն թոշակառուների պարագայում, այսպես թե այնպես իրենց թոշակի վրա որոշակի ավելացում նկատվում է։ Ոչ ուղղակի, անուղղակի տարբերակով, բայց նկատվում է։ Իսկ հնարավոր չէ իսկապես ընդդիմադիրների ուղով առաջարկած ուղով գնալ, բարձրացնել համընդհանուր բարձրացնել կենսաթոշակները։ Ոչ թե միայն նրանց համար, ովքեր կորոշեն գնալ անկանխիկ եղանակով գնումներ կատարելու կամ իրենց ստացած գումարը ծախսելու։ Տեսեք, ամենաբարձրը եւ ամենամեծ թիվը, եթե ասեմ, սա իմ իհարկե անձնական կարծիքն է եւ նաեւ իմ փորձից ելնելով եմ ասում, որովհետեւ երբ ինքս նախարար էի, բնականաբար այս հարցը քննարկում էինք։ Երբ մենք կենսաթոշակները բարձրացնում ենք սովորաբար եւ կարծում եմ Հայաստանում, չգիտեմ, ավելի գուցե մեծ, այսպես ասեմ, ավելացումներ եղել են թե ոչ, բայց եթե չեմ սխալվում, դա սովորաբար լինում է ամենաշատը մինչև 10%-ի սահմաններում, ինչը կազմում է մոտ 3 կամ 4,000 դրամ ամսական։ Այսինքն, եթե մենք նույնիսկ խոսենք ավելացումների մասին, մենք կխոսենք 3-ից 4,000 դրամի մասին։ Բայց դա կստանան համատարած։ Կախված կենսաթոշակից, ստաժից եւ այլն տարբեր հանգամանքներից միջինացված եմ ես ասում, եւ իհարկե սա շատ մեծ բեռ է, մեծ բեռի մասին է խոսքը ֆինանսական, բայց մենք պետք է հասկանանք, թե ինչ խնդիր է լուծում այս ֆինանսավորումը եւ ընդհանրապես կենսաթոշակառուն ինչ կարիքներ ունի։ Մենք այսօր այդ կարիքների բավարարման ուղղված էական քայլեր ենք անում։ Ձեր նշած անկանխիկ եղանակով վճարումներից հետ վճարը, դա միայն մեկ օրինակ է։ Ես ամենակարևորը այս պարագայում համարում եմ առողջապահության համընդհանուր ապահովագրության հնարավորությունը, որը 65+ տարիքի մեր քաղաքացիներին կտրամադրվի, եւ սա մեծ էական փոփոխություն է, որովհետեւ փորձը նաեւ ցույց է տալիս, որ այս տարիքի անձինք իրենց բյուջեի զգալի մասը ծախսում են հենց առողջապահական խնդիրների լուծման համար։ Հետևաբար մենք պետք է տեսնենք ինչպիսի կարիքներ ունեն եւ այդ կարիքների լուծման ուղղությամբ գնանք, թեկուզ տարբեր ոլորտներում, այսինքն ոչ թե կենսաթոշակը ավելացնելու, այլ հետվճարների միջոցով, ապահովագրության միջոցով, տարբեր ծառայություններ տրամադրելու միջոցով եւ այլն։ Այսինքն այստեղ կարևորը մենք լուծենք մեր քաղաքացու կարիքը կամ դժվարությունը, որը այսօր ունի։ Մի այլ սոցիալական աջակցություն էլ պիտի որ հանրությանը հասանելի լինի 26 թվականին, դա արկա քարտերով անկանխիկ վճարումներ կատարելու պարագայում, ճիշտ եմ հիշում 2% Այո, պետք է վերադարձվի քաղաքացիներին։ Սա էլի սոցիալական աջակցությունը եւ ինչ ակնկալիք կա սրա։ Ես ավելի շատ կհամարեի նաեւ սոցիալական համերաշխության ակտ, քայլ, որովհետեւ երբ մենք նպաստում ենք ստվերի կրճատմանը, երբ մենք նպաստում ենք, որ բյուջեում միջոցները ավելանան, որոնք ուղղվում են այո նաև սոցիալական ծախսերին եւ ծրագրերին, այո, սա եւս կարևոր քայլ եմ համարում հենց սոցիալական աջակցության ուղղված, որովհետեւ եկեք չմոռանանք, որ բյուջեն, որը ձևավորվում է սոցիալական աջակցության ծրագրերի համար, նպաստների, կենսաթոշակների, ձևավորվում է մեր բոլորի, այսպես ասեմ, պատասխանատու քայլերի արդյունքում, հա, գրագետ վարկային, այսպես գրագետ հարկային վարկագծի արդյունքում եւ այլն։ Եվ այո, սա եւս պիտի նպաստի, հետեւաբար ես կարծում եմ, որ կարեւոր է, որ ոչ միայն նպաստառուները կամ կենսաթոշակառուները կարողանան իրենց քարտերի միջոցով անկանխիկ վճարումների ստանալ այո հետ վճար եւ նպաստել նաեւ ստվերի կրճատմանը, այլ բոլոր քաղաքացիները։ Սա կնպաստի, որ ընդհանուր մենք համատարած ունենանք, կարծում եմ, էական փոփոխություններ, այդ թվում բյուջեի ավելացման իմաստով։ Այստեղ նաեւ պետք է դիտարկենք բանկային համակարգի պատրաստ լինել չլինելու հարցը։ Շատ դեպքերում վիզայի դեպքում մենք չենք ունենում խնդիրներ, բայց ծրագրային առումով թեկուզ արկա քարտերի հետ ունենում ենք խնդիրներ։ Նույնիսկ կարծիքեր հնչում, որ հետո սպասարկման վճարների հետ կապված օրինակ բանկերը չորոշեն ավելի բարձր սպասարկման գումարներ ստանալ քաղաքացիներից։ Այս հարցերը արդյոք մանրակրկիտ լուծված են, քննարկված են։ Համենայն դեպս այն որքանով որ իրականացում է, գիտեք, որ հետ վճարի ծրագիրը արդեն մի քանի տարի իրականացում է եւ դա էական փոփոխություն է բերել, իսկ նոր
շահառուների պարագայում, երբ մենք խոսենք բոլոր քաղաքացիների մասին, բնականաբար դրան եւս պիտի պատրաստ լինենք անցում կատարելու պարագայում, իսկ եթե խնդիրներ առաջանան, ես իհարկե չեմ բացառում, որ կլինեն տարբեր դժվարություններ, տարբեր դժգոհություններ, բայց մենք բաց ենք նաեւ դրանք քննարկելու եւ հենց այսօր էլ, ինչպես արդեն նշեցի, մենք ազգային ժողովում կրկին կենտրոնական բանկի մեր գործընկերների հետ եւս վերահաստատեցինք այն պատրաստակամությունը, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր բոլոր քաղաքացիները անկախ իրենց տարիքից, սեռից, հաշմանդամությունից, դժվարություններից կարողանան օգտվել ծառայություններից։ Կանք առողջապահական ապահովագրությանը, որը երևի այս մեր ամբողջ խոսացած թեմաների ամենաառանցքային կետերից մեկը կարելի է համարել, որովհետև դա շատ գլոբալ բարեփոխում է, ռեֆորմ է։ Արդյոք մենք որպես հասարակություն առաջին հերթին պատրաստ ենք ամբողջությամբ նաև մեր լուման ունենալու այս բարեփոխման դրական ընթացքի համար։ Սա իմ ամենասիրած թեմաներից մեկն է, երբ մեզ հարցնում են արդյոք պատրաստ ենք ինչ-որ գործընթացի, իհարկե այն չափով, որ պիտի սկսենք, պատրաստ ենք, այլապես մենք չենք գնա դրան, որովհետև 2026 թվականից գիտեք արդեն մեկնարկում է եւ 3 տարվա ընթացքում բոլոր քաղաքացիները արդեն պետք է դառնան շահառու եւ բոլորը պետք է ապահովագրվեն։ Այս համակարգը, այս գործընթացը ես չեմ վախենա ասել, որ բերելու է նոր խնդիրներ, մեզ համար ակնհայտ է դարձնելու մեր համակարգին բացերը։ Եվ սա իհարկե լավ է, որովհետև միայն այդ պարագայում մենք կկարողանանք այդ խնդիրները լուծելով ավելի ուժեղ համակարգ ունենալ, ավելի կայուն համակարգ ունենալ եւ ավելի որակյալ ծառայություններ մատուցել մեր քաղաքացիներին։ Ես այս իմաստով կարևոր եմ համարում հենց քաղաքացիների մասնակցությունը, պրոակտիվությունը եւ հիշեցնեմ, որ թե կառավարությունը, թե ազգային ժողովը այս իմաստով բաց է քննարկելու, խնդիրները լուծում տալու, որովհետեւ մեկնարկը միշտ մի փոքր այսպես վախեցնող է լինում։ Նոր բանին դժվար ենք միշտ գնում, անկախ նրանից, թե որքանով ենք չգիտեմ, պատրաստ, ինչ տարիքի ենք, ինչ պաշտոն ունենք եւ այլն, նորությունը միշտ դժվար է ընդունել։ Այդ իմաստով պիտի մի փոքր համարձակ լինել, կառավարությունը եւ ազգային ժողովը այդ համարձակությունը արդեն դրսեւորել է, որովհետեւ ուզում եմ հիշեցնել, որ այս համակարգը տարիներ շարունակ քննարկվող թեմա էր։ Եվ մենք հիմա վերջապես այն ունենք։ Բարելավելու, խնդիրներ լուծելու իմաստով պատրաստ ենք այո շարունակելու աշխատել։ Տիկին Բաթոն, ես 1-2 քննադատություն այս առումով կուզեի հնչեցնել, դուք էլ դրան արձագանքեք։ Առաջինը, կան մարդիկ կամ քաղաքական գործիչներ, ովքեր ասում են, որ սա նոր հարկային բեռ է քաղաքացիների վրա։ Սրան արձագանքեք։ Սա կանխավճարային համակարգ է, որը մեզ թույլ է տալու մի քանի բան փոխել։ Մենք գիտենք, որ երբ մենք կանգնում ենք առողջական խնդրի առջև եւ անհրաժեշտություն ենք ունենում որևէ ծախս կատարելու, դա կարող է շատ լուրջ խնդրեմ առաջացնել, ընդհանուր բերել աղքատության։ Շեշտակի խնդիրների առջև է կանգնում քաղաքացին եւ իր ընտանիքը։ Եվ սա կանխավճարային մեթոդով նախապես խնդիրները կանխարգելելու միջոց է։ Երկրորդը սա նաեւ կանխարգելելու միջոց է առողջական խնդիրները, որովհետեւ մենք սովորույթ չունենք, այդպիսի սովորություն չունենք բժշկի դիմելու, չունենք մշակույթ մեր առողջության մասին ավելի համակարգված հոգ տանելու, հա, եւ սա այս փոփոխությունները պետք է բերել եւ եթե այս գործընթացը պարտադիր չլինի եւ մենք իհարկե հեծանիվ չենք հորինում, զարգացած աշխարհը վաղուց գնացել է այս լուծմանը եւ առանց այս մեթոդի անհնար է դանել։ Սա հարկային նոր բեռ չէ, սա հնարավորություն է քաղաքացիների հետ միասին, որովհետեւ սա կարևոր համագործակցություն է նոր միասին պլանավորելու առողջապահական ծառայությունները, որը էական ազդեցություն է ունենալու մարդու կյանքի որակի վրա, առողջության պահպանման վրա, աղքատության կրճատման վրա։ Այսինքն այն օգուտները, որ պիտի բերի այս համակարգը, էականորեն ավելի մեծ են, քան համենայն դեպս այս պահին հաշվարկված այդ բազային գումարը, որը պիտի տրամադրվի ապահովագրության համար։
Մյուս քննադատությունը ասում են մենք չունենք այն առողջապահական համակարգը, որը կբավարարի քաղաքացիներին։ Գումարած դրան այս ամբողջ ապահովագրական փաթեթը չի փակելու բոլոր հիվանդությունները։ Հետևաբար կարող են լինել դեպքեր, երբ անձը պետության կողմից ունի ապահովագրություն, բայց ունի այլ խնդիր, հիվանդությունների ցանկում առկա չէ իր հիվանդության տեսակը եւ ինքը հավելյալ արդեն դրա համար պիտի վճարի կամ օրինակ եթե ուզենա ընտրի մասնավոր ապահովագրական, այնտեղ էլ մի հատ պիտի վճարի։ Եկեք մենք այս համակարգը համեմատենք նրա հետ, թե ինչ ունենք։ Իսկ ինչ ունենք հիմա։ Ունենք հիմա մի իրավիճակ, երբ այո, որոշակի խմբեր ունեն պետպատվերից օգտվելու հնարավորություն, որոշակի խմբեր պետք է վճարեն այսպես թե այնպես, նույնիսկ այն անձինք, որոնք օգտվում են պետպատվերից կան դեպքեր, որ պիտի վճարեն տարբեր վիրահատական միջամտությունների համար եւ այլն։ Մենք ունենք առողջապահական հաստատություններ, այնքան որքան ունենք, եւ մենք վերակառուցում, վերանորոգում եւ կառուցում ենք առողջապահական հաստատություններ եւ թույլ տվեք հակադարձել են իմաստով, որ հակառակը սա մեզ օգնելու է նախ զարգացնելու ծառայությունները, որովհետեւ այդ նույն ծառայությունները մատուցելու են առողջապահական ծառայությունները եւ ոչ թե պետական եւ ոչ միայն պետական, այսինքն բաց է լինելու համագործակցության համար։ Իսկ մյուս կողմից մենք զգալիորեն մեծացնելու ենք նաև ծառայությունների թիվը, որոնք տրամադրվելու են այդ ապահովագրության շրջանակում այն քաղաքացիների համար նաև, որոնք այսօր պետպատվերի շրջանակներում են բուժում ստանում, բայց չեն ստանում այս կամ այն ծառայությունը։ Մի քանի օրինակներ բերել են լիազոր մարմնի մեր գործընկերները անընդհատ դա շեշտում են, էականորեն ավելանալու են այդ ծառայությունները։ Հետևաբար ես այստեղ քննադատությունները իհարկե ընդունելի են, բայց դեռևս չծագած խնդիրների անդրադառնալը եւ խոսել դրանց մասին կարծում եմ դեռ տեղին չէ, որովհետեւ նորից եմ կրկնում, մենք խնդիրներ ունենալու ենք, բայց մենք պատրաստական ենք եւ ունենք քաղաքական կամք այդ խնդիրներին լուծում տալու եւ հանուն քաղաքացիների ուրեմն բարեփոխումները իրականացնելու եւ առերեսվելու այդ խնդիրներին։ Եվ ամփոփելով զրույցը վերջին քննադատությունը ասում են հիմա առաջին փուլով ապահովագրվելու են մինչև 18 տարեկան երեխաները 65+ անձինք։ Ասում են մինչև 18 տարեկանն էսպես թե այնպես արդեն անվճար սպասարկում պետության կողմից անձինք ստանում էին։ 65+-ի պարագայում մի մասը ունի պետպատվերի հնարավորություն, որոշակի հատված տարբեր այլ միջոցներ պետության կողմից ստանում է։ Հիմա ինչ է փոխվում այս մարդկանց կյանքում։ Այսպես թե այնպես աջակցություն պետության կողմից իրենք ունեին։ Առաջին հերթին ասեմ, որ միայն այս խումբը չի, նաև իհարկե այն խումբն է, որը ստանում է նպաստ, իսկ սոցիալական անապահովության համակարգում է գտնվում եւ 200,000 դրամ եւ ավելի աշխատավարձ ստացող անձինք են։ Ինչ է փոխվում, արդեն նշեցի, որ մենք էականորեն ավելացնում ենք առողջապահական ծառայությունների ծավալները, հա, օրինակ, նախ մի օրինակ բերեմ, 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք այսօր չեն օգտվում պետական պատվերի ծառայություններից տարբեր ոլորտներում, դեղերի դեպքում գուցե օգտվում են, այսինքն իրենց դեպքում օրինակ դա սահմանափակ է, կամ տարեցների պարագայում, որոնք ունեն հաշմանդամություն, այո, կան պետական պատվերով տրամադրվող ծառայություններ, բայց օրինակ վիրահատությունների դեպքում շատ հաճախ եւ հիմնականում այդ վիրահատությունների համար տրամադրվող պրոթեզները դրանք պետությունը չի փոխհատուցում ու տրամադրում եւ այլ տարբեր վիրահատություններ, որոնց մասին բազմիցս նշել է նախարարը եւ այլն։ Այսինքն նույնիսկ նորից եմ կրկնում այն անձանց համար, որոնց մենք այսօր տրամադրում ենք պետական պատվերի շրջանակներում ծառայություններ, այս ծառայությունները ավելանալու են։ Այդ իմաստով ես համաձայն չեմ, որ այդ մարդկանց կյանքում բան չի փոխվելու եւ ամենակարևորը մենք նաեւ խթանելու ենք կանխարգելիչ բուժումը, հետազոտությունները։ Հետազոտությունները այս պահին միշտ չէ որ անվճար են։ Նույնիսկ եթե հաշմանդամություն պիտի սահմանվի, քանի դեռ դրա ուրեմն սահմանումը չկա, մարդը պետք է վճարում կատարի հետազոտությունների համար։ Եվ էլ չեմ խոսում այն մասին, որ պլանավորված կլինի եւ մենք շատ հաճախ պարզապես խնդիրները կկանխարգելենք հենց այդ հետազոտությունների ուրեմն արդյունքում, որովհետեւ հետազոտությունները նաեւ կդառնան պարտադիր։ Եվ սա կարծում եմ պակաս կարևոր չէ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս ազգային ժողովի падգամավոր Զարուհի Բաթոյանն էր։ Կհանդիպենք։